Հայաստանը մենակ չէ, Իրանը եւ Ռուսաստանը դեմ են Հայաստանի աշխարհաքաղաքական ինքնասպանությանը։ Հարգելի ընկերներ, շատ եք չէ լսել, որ բացատրելով իրենց քաղաքականությունը, ոմանք ասում են, որ այլ տարբերակ չունենք, քանի որ Հայաստանը ոչ միայն պարտվել է պատերազմում, այլ նաև դաշնակիցներ չունի։ Շաբաթվա ընթացքում մենք տեսանք, որ այդ դաշնակիցները կան։ Մենք տեսնում ենք, որ Իրանից եւ Ռուսաստանից հստակ արձանագրում կա առայն, որ թրիպը ներկայիս կոնֆիգուրացիայով դա Հայաստանի համար սպառնալիք ներկայացնող Զանգեզուրի միջանցք, իսկ եթե Հայաստանը վասնի Զանգեզուրի միջանցքը, Հայաստանի ինտեգրումը թուրքական աշխարհին վերածվելու է ընդամենը շատ կարճ ժամանակի հարց։ Մյուս կողմից մենք ինչ ենք տեսնում։ Ռուսաստանից կա առաջարկ, եկեք համագործակցենք, եկեք խորհրդակցենք, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ռուս սահմանապահները Հայաստանում հենց այն հատվածում են, որտեղով պետք է անցնի կոմունիկացիան, պատրաստ ենք նաև աջակցել ատոմային էներգետիկան զարգացնելու հարցում, Ռուսաստանը պատրաստ է աջակցել նաև տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հարցում։ Իրանից էլ ինչ են ասում, արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չի փակում դուռը համագործակցության համար, բայց ասում է հետևյալը Լավրովի հետ ասուլիսի ժամանակ, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները։ Այսինքն Ռուսաստանը եւ Իրանը ոչ միայն արձանագրում են թրիպի վտանգները, այլ նաև ասում են հետևյալը, որ իրենք կարող են ու պատրաստ են Հայաստանին աջակցել, որպեսզի Հայաստանը չձուլվի թուրքական աշխարհում։